Եթե գաղտնա լսելու հնարավորություն են, թույլ տան նարկոտիկ ծախողներին լսեն, թույլ տան իշխանականներին լսեն, մի հատ լսել եք ձայնագրություն, ենթադրենք, որ մի հատ մարզպետ խոսի մի հատ գյուղապետի հետ։ Գուցե իրանց այդպես կասկածել ինչ-որ ձայնագրություն։ Դե թող մի ձայնագրեն դրան լսենք, էլի։ Այնքան հետաքրքիր կլինի։ Օրինակ Արմավիրի հիմիկվա մարզպետը նախկին հանրապետական գյուղապետ է։ $32,000 Rolex ժամացույց է հայտարարել, 20 միլիոն դրամի էլ ոսկյա զարդ էր։ Ջայլ տղա նորա կրծուն ստացել, մի քանի 2 տարի առաջ 24 թվին ավարտել բուհը 30 քանի տարեկանում։ Հələ մի հատ դրա խոսակցությունները տնեն լսենք, տենանք, այն ինչ է խոսում հիմա։ Ասենք օրինակ Արագածոտնի աշտարակում Նիկոլ Փաշինյանը գնացել էր հանդիպման, ուսուցիչ երեխեքի գլխներին կանգնած, երեխեք դրոշները բռնե կանգնել են ԿՊ-ի։ Այսօր ասեց, որ ազատման դիմում են, հրաման է եղել, որ ազատման դիմում գտնեն։ Չէ, ինձ ուրիշ բան է հետաքրքիր։ Կազմակերպվել է, չէ՞ դա։ Նշանակում է մարզպետ զանգել է դպրոցի տնօրենին երեխեքին դրոշները որտից վերցեն, որտեղ կանգնեն, տղա աղջիկ կանգնեն, ոնց չէ, սա արվել է, չէ, բայց ձայնագրություններն ուր են։ Պատում է տնեն այդ ձայնագրությունները լսենք։ Եթե ձայնագրությունները ինչի՞ է թիրախավորված ուժեղ Հայաստանը։ Միայն